Ողջույն։ Մինչ մենք սպասում ենք, որ պետական միջոցների աղմկահարույց փոշիացման անիվի գործով լինեն բացահայտումներ, մեղավորներ պատժվեն, գումար վերադարձվի ժողովրդին, պարզվում է սնանկացած ու կոռուպցիայի մեջ թաղված անիվով շարունակում են մեր գրպանը դատարկել։ Փաշինյանի կառավարությունը այսօր որոշեց պետական բյուջեից 84.5 միլիոն դրամ հատկացնել անիվի շահութահարկի վճարմանը։ Ամեն օր Նիկոլին ընդդիմությունը հարցնում է, երբ են պատժվելու մեղավորները։ Նա կատաղում է, ջղաձգվում է, կրկեսի շոու է սարքում, թեման ցրում է ու շարունակում է փող դուրս գրել։ Պատկերացնում եք, սրանք այդ 60 միլիոնը այնպես են կերել դոլար, 60 միլիոն դոլար, որ իսկի հարկերի գումարը հաշիվներին չի մնացել։ Էլի բյուջեից փող են տալիս, որ զրոյանան, որ կարողանան լուծարեն։ Էս են իբր ջահել ու ազնիվ տղերքն են, այն որ ասում եք թողեք, թող աշխատեն։ Աշխատեցին, իրենց համար, հերոս հարկատուի հաշվին, իհարկե։ Տեսեք, ինչ հետաքրքիր համակարգ են ստեղծել Նիկոլենք։ Համ կոռուպցիան են իբր բացահայտում, բայց դե համ էլ գումար են տալիս, բայց կոռուպցիայի Էյնշտեյնը պոզով պոչովա լինում, այսպիսի բան լսած կայիք։ Այսօրվա թեմաս առաջիկայում կոռուպցիոն հուշարձանի մասին է։ Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացու հաշվին պետական պարտքը կազմում է $4400 մոտ թիվ։ Այսինքն, եթե տանը 5 անդամ եք, ուրեմն ձեր ընտանիքի հաշվով պետության կողմից արդեն պարտք ունեք, որը կազմում է $22000։ Խաբարեիք, չէ։ Դե հիմա լսեք։ Ուրեմն պետական պարտքի $13 միլիարդ կեսը կուտակվել է հենց սրանց օրոք։ Ինչ են եղել այդ գումարները։ Կարդում ենք, դասընթացներ, քննարկումներ, համաժողովներ, կրթվել են, ինչ որ բան են ուսումնասիրել, մի խոսքով օդ, տակը բան չկա։ Երկրորդ նախագահը հարցազրույցում նույն հարցն է տալիս, ինչ է կարել։ Հետո նշում է, որ իր ժամանակ, երբ Լինսի հիմնադրամով $230 միլիոն է մտել երկիր, որպես բարեգործություն, բազմաթիվ բաներ են կառուցվել, բայց 30 անգամ շատ պարտք է կարել, ուր է, չկա պատասխան։ Այս թողարկման պատրաստման ժամանակ, երբ ուսումնասիրում էի Լինսի հիմնադրամով իրականացված աշխատանքները, ուղղակի զարմանալ կարելի է ժողովուրդ։ Աշխարհահռչակ Քրքորյանը մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը Հայաստանի բարեկարգմանը մասնակցություն էր ունենում, կրկնապատկելով համահայկական հիմնադրամի ամեն տարի հանգանակած գումարները։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանն ընտրվում է նախագահ, 2 ամիս անց հունիսին Քրքորյանին հրավիրում է։ Քրքորյանը ժամանում է Հայաստան։ Շատ արագ նախագահ Քոչարյանի հետ հաստատվում են ջերմ հարաբերություններ։ Քրքորյանը հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել, եւ նրան հրավիրած նախագահը արդեն ուներ ծրագրեր, պատրաստել էին։ Ծրագրերը ներկայացվում են։ Ինչեր կան անելու, առաջնահերթությունները որոնք են, բոլորը քննարկում են, հետո բարերարը ասում է համաձայն եմ, թիվը ասեք։ Ու սկսվում է։ Լինսի հիմնադրամով նախ տրամադրվում է $150 միլիոն։ Անցնում է ինչ-որ ժամանակ, գործը առաջ է գնում, արդյունքները ոչ միայն թղթերով են լինում, այլ պատկերացնում եք գետնի վրա, տեսանելի, ու երբ ապացուցվում է ծրագրերի արդյունավետությունը, գումարը հասցվում է մինչև $230 միլիոն։ Եկեք մի քիչ հիշեցնեմ, ինչերի մասին է խոսքը։ Ես էլ էի մոռացել, կարդում ու էլի զարմանում էի։ Եվ այսպես կառուցվում է ռազմավարական նշանակություն ունեցող Սևան Դիլիջան 2257 մետր երկարությամբ ավտոմոբիլային թունելը։ 1970 թվականին սկսել էին, 92 թվականին դադարեցրել, այսինքն սովետի ժամանակ 22 տարի չվերջացրած պրոյեկտը ընդամենը 1-2 տարում ավարտին են հասցնում։ Անցնեմ առաջ, կառուցվում է Եղեգնաձոր Մարտունի 58 կիլոմետրանոց ավտոճանապարհը, Վարդենյաց կամ ինչպես նախկինում ասում են Սելիմի լեռնանցքով։ Մասնագետներն ասում են, որ 96 թվականին հաշվարկել էին, որ արժանալու է $100 միլիոն եւ ձեռք էին քաշել։ 2001 թվականին սկսում է կառուցումը 1.5 տարի անց ավարտվում է։ Պարզվում է գիտեք ինչքանով, $10 միլիոն։ Սրանց պես ուղակի ասֆալտ չեն փռել, սարերի միջով ճանապարհ են բացել։ Այդ ճանապարհով գնալիս կտեսնեք, որ մի քանի գյուղ եք անցնում։ Ճանապարհը կառուցելիս այդ բարեկարգում են այդ գյուղերը նաև։ Նորոգվում է Սևան-Մարտունի ավտոճանապարհը 65 կիլոմետր։ Հիմնովին նորոգվում է Երևանից մինչև Դիլիջան այրում ճանապարհը։ Կառուցվում ավարտվում են աշտարակի երգից կամուրջը։
մի հատ այդ կարգի բարձր որակով կամուրջ ասեք, որ սարքել եք ձեր $7 միլիարդ պարտքով։ 570 կիլոմետր հանրապետական ու միջպետական նշանակության ավտոճանապարհ է կառուցվել, ոչ թե ձեզ նման ասֆալտ են անում ու հələ տեխնիկան չհավաքված քանդվում է։ 5 խոշոր կամուրջ են սարքել, 2 կարևոր ու խոշոր թունել։ Անցնեմ առաջ։ Իրականում շատ է։ Կառուցումը արդիականացնում են 10 դպրոց, Երևանում 20 ամբողջական փողոց, վերակառուցվում է Հանրապետության հրապարակը։ Իմիջիայլոց այն տեսքը, ինչ ունի հիմա հրապարակը, հենց դա էլ սարքում են։ Կառուցում են Սարալանջի մայրուղին ու այն կառուցելու համար լրիվ փոխում են ջրային համակարգը։ Նիկոլը խոստացել էր 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցել, նորոգել։ 7 միլիարդ պարտք են վերցրել, ես իմ ինչքան հարկ են հավաքել, կառուցել են 6 տարում 27 դպրոց, կառուցումն էլ տեսնում ենք, պատին կպտում ես, քարերը թափվում են։ Գարնանը փողոց են ասֆալտում, մինչև աշուն էլ չկա։ Ջրվեժի ճանապարհը։ Աշունը նորոգեցին, գարունը ճանապարհ չկար արդեն։ Ավինյանն ասում էր, դե բաց աղ ու ավազ ենք ցանել, քայքայվելա։ Քոչյանի սարքած Սելիմի լեռնանցքում տարվա կեսը ձյուն է։ Հա աղ ու ավազ են ցանում։ 22 տարի առաջ կառուցել են, դեռ վերանորոգման կարիք չունի։ Խաբարեք։ Մի փողոցը 7 տարում 8 անգամ ասֆալտում եք, ու մեկ էլ տեսնում ենք ասֆալտի նախարարի ընտանիքը դղյակ է սարքում։ Շարունակեմ։ Միայն Լինսով վերանորոգել ու կահավորել են 13 թատրոն, համերգասրահ, 7 թանգարան, ցուցասրահ, 9 տուն-թանգարան, պատմամշակութային 4 համալիր, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ազգային պատկերասրահ, մատենադարան, Սունդուկյան մայր թատրոն եւ այլն։ Ընդ որում, մեկը չէին անում հետո մյուսը, միաժամանակ արվել է մի քանի ծրագիր։ Այս ամենին զուգահեռ 2001 թվականից Գյումրու ու Սպիտակի վերականգնումն է սկսել։ 9 բալ սեյսմակայուն շենքեր են կառուցվել։ 149 շենք, 3674 բնակարան։ Չէ, մեկ անգամ էլ ասեմ, 149 շենք, 3674 բնակարան, այսինքն 88-ի երկրաշարժից տնազրկված 3674 ընտանիք պետության կողմից բնակարան է ստացել։ Դա միայն Գյումրիում ու Սպիտակում չէ, որ կառուցելու տվել են ժողովրդին, Ստեփանավանում էլ, Վանաձորում էլ, Գուգարկում էլ, Ախուրյանում էլ։ Շենքերին զուգահեռ այդ քաղաքներում թաղամասեր ձևավորվեցին, հրապարակներ, փողոցներ սարքվեցին, բարեկարգվեցին ու ուշադրություն, այդ ամենը ընդամենը 45 միլիոն դոլարով։ Սկզբում հատկացվել էր 15 միլիոն դոլար։ Տեսան, որ արդյունքները գոհացնում են, Լինսի հիմնադրամը գումարներն ավելացրեց մինչև 45 միլիոն դոլար։ Տները տվել են անգամ կահավորված ու ջեռուցման համակարգով։ Մինչև հիմա Գյումրիում, որ ուզում են տունը գովել, ասում են Լինսի տներից է։ Փողը Լինսն էր հատկացնում։ Ով էր կառուցում։ Պետությունը, նախագահ Քոչյանի ծրագրավորմամբ եւ ղեկավարմամբ։ Էնպես չէ, որ Լինսի հիմնադրամը գալիս ասում էր, սա կֆինանսավորեմ, նա կանեմ, սա չեմանի, հիմնադրամը փողը տալիս էր, պետությունը կառուցում էր, ինչը չէր հերիքում, բյուջեից էր հատկացնում, գործը ավարտին էր հասցնում ու տալիս այդ բնակչությանը։ Հիմա բա սրանք, այսինքն Նիկոլը, իր ԿՊ կառավարողներով 7 միլիարդ դոլար պարտք են արել։ Գյումրիում մի հատ գարաժ սարքած կաք, Նիկոլը մի բան ծրագրած, հետևած սարքած կա, ու այսքանով հանդերձ անուն էին կպցնում։ Չէ, ժողովուրդը չէ, այսենց Նիկոլները, իրենց մամուլներով գրում տարածում են, թե խաբար չեք, փողերը կերել են։ Ժողովուրդ ջան, այսքան բան են սարքել 230 միլիոն դոլարով։ 230 միլիոնը կառավարության ընդամենը մեկ նիստում վերցրած արտաքին պարտքի չափ է, որը տենց էլ չենք իմանում ինչ են անում։ Լինսով այդքան բան են արել, ինչ ուտել։ Չարաշահումներ ենթադրվում է, որ կարող էին լինել, բայց վերահսկումն էլ անում էր հենց գումար տվողը։ Ասում են վերահսկման 4 աստիճան համակարգ կար։ Հայաստանյան գրասենյակը, տեխնիկական վերահսկողությունը, հեղինակային հսկողությունը, հանրապետության նախագահի աշխատակազմի վերահսկողությունը։ Այն որ Նիկոլը անընդհատ ցանկ է կարդում, թե այսինչ դարպասի առաջ ասֆալտել ենք, այսինչ գյուղի փողոցում լուկի կափարիչ ենք դրել, դրանք սաղ անում է պետբյուջեի փողերով, եւ ուրեմն ինչ եք արել 7 միլիարդ դոլար պարտքի փողերը, ուր են, ում գրպանն են։ Նախագահ Քոչյանն ասում է 7 միլիարդ դոլար պարտքից երևի մի 2 միլիարդ դոլարը փոշիացվել է։ Ես էլ հարց ունեմ։ Ասենք թե 2 միլիարդը փոշիացրել եք։
Բա մյուս 5 միլիարդը ինչ է կարել։ Ախր դա էլ խաբար չենք։ Այս երկրում մեկը մի քանի միլիոն դոլար բանկում փոխանակում անի դրամի հետ։ Կուրսի տատանում կլինի, բայց 7 միլիարդը հանակ է մեզ փոքր երկրում։ Հիշեցնեմ, Շուռնուխում 11 հատ տուն պետք է սարքեիք, դա տևեց 4 տարի, 11 տունը 4 տարի, այն օր էլ կարդացի, որ պետական բյուջեից ամեն տան համար հատկացվել է աստղաբաշխական թիվ, գլուխդ կկպնի, մի օր դրան էլ կանդրադառնամ, 4 տարում 11 փոքր առանձնատուն եք սարքել ընդամենը, Աղետի գոտում սարքել են 149 բազմաբնակարան շենք, Այդ եւ այլ ծրագրերով իրականացված կառուցապատումները միայն երկրի բարեկարգման համար չէր։ Այն ուներ ռազմավարություն, ուներ շղթայական էֆեկտ, բերում էր տարբեր ոլորտներում աճի։ Բնակարանաշինություն էր, զարգանում էր նաեւ ծառայությունների ոլորտը, սպասարկման ոլորտը, ամեն ինչ անում էին, որ տեղական արտադրությունը զարգանա։ Գնում էին տեղական փականներ, խողովակներ, լարեր, վարդակներ, դուռ, պատուհան, ցեմենտ, բետոն, տո եսի մելի ինչ։ Զարգացնում էին տեղական արտադրությունը ու քանդված տնտեսությունը այդպես վերականգնվեց։ Այդ բոլոր աշխատանքները միաժամանակ են սկսել, այդքան կռունկ, այդքան էքսկավատոր, այդքան մասնագետներ, պատշար, բանվոր, ներկարար, թիթեղագործ։ Ժողովուրդն էլ արտագնա աշխատանքի մեջ էր ու եղավ ներգաղթ։ Դրա համար էլ Քոչարյանի կառավարման մի քանի տարի արտագաղթի փոխարեն եղավ ներգաղթ։ Սրանց նման չէ, որ ուղղակի հրապարակում կոկորտեր պատրուն, թե պատրաստ սպասում են, որ վերադառնան հայրենիք։ Ուր են։ Այն ժամանակ իրոք վերադարձան։ Լինսի ծրագրով ամբողջ ճանապարհաշինության մեջ ընդամենը Սևան Դիլիջան թունելի համար է հայտարարվել միջազգային մրցույթ։ Մնացած բոլորը կառուցվել է տեղական շինկազմակերպությունների միջև մրցույթ հայտարարելով։ Շինարարներից քչերը ունեին տեխնիկա եւ կարողացան քիչ-քիչ տեխնիկաներ ձեռք բերել, իրենց սեփականություն դարձնել ու աշխատել նաեւ հետագա տարիներին։ Այն որ մի բան սարքում են, քանդվում է ու Նիկոլն ասում է, մենք ճանապարհ սարքել չգիտենք, մենք զրոյից ենք սովորում, ոչ։ Քեզանից առաջ մեր շինարարներին վստահել են ու սարքել են ամուր կառույցներ, որակյալ ճանապարհներ։ Ձեր ժամանակ է փնթի, անորակ, կիսատ պրատ ու մեղադրում է ժողովրդին, թամբալ եք, վատն եք, կառուցել չգիտենք, լավ էլ գիտենք։ Ուղղակի կառուցում են ըստ իրենց տրված պահանջի։ Դրա համար է երկրորդ նախագահն ասում. Ես այս ժողովրդի հետ 10 տարի աշխատել եմ, աշխատող, չարչարվող, խելացի ժողովուրդ է։ Ինչ եք ուզում ժողովրդից։ Կարճ ասած, ես իրականում թվարկեցի մոտ կեսը այն ամենի, ինչ կառուցվել է մեր երկրում Ռոբերտ Քոչարյանի կողմից, ու ընդամենը Լինսի հիմնադրամի 230 միլիոն դոլար գումարով։ Հիմա թող ԿՊ-ն հրապարակի 7 միլիարդ դոլարով։ Ինչ է արվել։ Սա արվել է այն ժամանակ, երբ պետական բյուջեն շատ փոքր թիվ էր ընդամենը։ Երկրում նոր էին ենթակառուցվածքներ կառուցում զարգացնում։ Ամենից կարևորը երկրում փոխվեց մթնոլորտ, տրամադրություն։ Սրանք մենակ թվեր չեն։ Դու ղեկավարում ես երկիրը եւ քո հետքն ես թողնում, թե ինչ ես արել երկրիդ համար։ Ոնց ես դու վերաբերում այն երկրին, որը ղեկավարում ես։ Ես պատմեցի մի չնչին մասը, թե ինչ հետք է թողել Քոչարյանը իր կառավարման շրջանում։ Ինչ հետք է թողնում Նիկոլը։ Պարտքեր, ծախված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, հուսալքված ժողովուրդ, ատելություն ու անսահման կոռուպցիա։